Գյումրի չայ կոչվող գետակը քաղաքի գլխավոր սելավատարն է, ավելի շուտ աղբատարը։ Գետակը սկիզբ է առնում Մայիսյան գյուղից, քաղաքի տարածքով անցնում մոտ 30 կիլոմետր և լցվում Ախուրյանի ջրամբար։ Քաղաքի ամենաբանուկ փողոցներում և կենտրոնական թաղամասերում այն ստորգետնյա է, փոխարենը վերգետնյա է մի շարք տնակային թաղամասերում։ Հենց այս հատվածներում էլ գետակը վերածվել է աղբանոցի։ Բնակիչների համար հոսող ջուրը աղբի իրացման ամենակարճ ճանապարհն է, որոշ թաղամասերում միակը։ Ափամերձ ձորի թաղում աղբարկղեր տեղադրված չեն, պատճառը անանցանելի ճանապարհն է, իսկ հարևան թաղամասերում տեղադրվածներն էլ ահա այս վիճակում են։ Խոլերա է, սոդ է, ամբողջ աղբը շնչում են մեր երեխեքը։ Դա մեր տունը մեկի չերուի։ Բայց ինչ տարբերություն, մոզագը, ճանջը, այս կողմից կերտանդեղ, ընդեղ կկայնի սննդի վրա, աստեղ կկայնի կերտանդեղ սննդի վրա։ Որ մեջին բացադրես, որ մեջին ասես թե, գիտես քո տիղտը, քո զիբիլը, ինչի համար ես բերել ես տիղտ տեղը։ Գիտեմ, ես չայը կա, ես չայը գլեսնի։ Вообще ես մայլեն աղբաման չի եղել։ Դա աղբարգղ չկա ու չի եղել, սա 100 տարի առ, 100 տարի, ստեղ вообще պետք է։ Միշտ գնացել է ջուրը տարել է։ Ամեն անձրևից հետո գետակը ողողում է ափամերձ բոլոր տնակները։ Առնետները տնակները լքում են, բայց բնակիչներն այլընտրանք չունեն։ Կաշահոտության հակասանիտարական վիճակի մասին գիտեն բոլոր հնարավոր ատյաններում, սակայն սա մեղմ ասած այնքան էլ մտահոգող չէ։ Գետակի սպառնացող եւ օրստորե ահագնացող վտանգը ավելի գլոբալ է։ Բնապահպաններն ահազանգում են, գետակը լցվում է Ախուրյանի ջրամբար, որտեղից էլ հարևան գյուղերի բնակիչները ձուկ են բռնում ու քաղաքի շուկայում վաճառում։ Ու բնավ էլ վառ երևակայության կարիք չկա հասկանալու, թե ինչ վտանգ է ներկայացնում գետակը, միայն ասենք, որ այն աղբատարից բացի կոյուղատարի դեր է կատարում, իսկ կենսաբանական մաքրման կայանը 1 տասնամյակից ավել է չի գործում։ 96 թվականի չի գործում կենսաբանական մաքրման կայանը եւ փաստորեն մեխանիկական մշակում էլ չի։ Պարզապես սետկաներ է տրված, որ ավելի խոշոր աղբի բանը մնա չտեղափոխվի բաց ջրավազան։ Իսկ մաքրման որևէ աշխատանք չի կատարվում ընդհանրապես։ Իպես քաղաքի կեղտաջրերը առանց մաքրման թափվում է բաց ջրավազան։ Գետում կարելի է գտնել ցանկացած չափի ու ցանկացած ծագման կենցաղային անգամ շինարարական աղբ։ Գետի հունը մի քանի սանտիմետրով փոքրացել է, ներկայումս որոշ տարածքներում վերջինիս լայնքը 3-ից 4 մետր է։ Խցանումներն անխուսափելի են, ինքնամաքրումն էլ բացառվում է։ Ողջ աղբը կոյուղու ու մյուս հոսքաճարերի հետ միասին գնում լցվում է Ախուրյան գետը, այնտեղից գնում լցվում է Ախուրյանի ջրամբարը, հետո Ախուրյանի ջրամբարից որպես ոռոգման ջուր այդ ջուրը նորից տեղափոխվում է դաշտեր, գյուղատնտեսական նպատակներով է օգտագործվում ու հետո ներից ստացված գյուղատնտեսական այդ սնունդը նորից սնվում ենք մենք, այսինքն բումերանգի պես պտտվում մեր թափած աղբը, մեր թափած հոսքաճարերն ու ամեն ինչը նորից վերադառնում է քաղաք։ Համաճարակ կարող է բռնկվել ցանկացած պահի, չնայած բնապահպաններն ասում են ամեն ինչ վերահսկվում է։ Գետակի բաց հատվածները պարբերաբար մաքրվում են, սակայն ստորգետնյա չայը տասնամյակներ շարունակ չի մաքրվել։ Սրա մասին խոսելն անգամ ավելորդ է։ Մեծ գումարներ են պետք ու տեխնիկա, ոչ մեկը, ոչ մյուսը տեղում չունեն։ Ավելին, տարիներով կուտակված աղբի ու տիղմի հետևանքով ստորգետնյա չայի պատերը վնասվել են։ Մաքրումն այս դեպքում կարող է ճիշտ հակառակ արդյունքն ունենալ։ Գյումրի չայը արդեն երևի 100 տարուց ավելի է գործում է։ Ոչ մի անգամ նորմալ չի որոքվել, վերանորոգվել, ժամանակին ինչ որ կատարվել են մաքրման աշխատանքներ մասնագի, այսինքն տնօրինությունը մտցրել, որ տեխնիկա մտցրել չայի մեջ եւ հուն ուղղակի խորացնել, մաքրել, բայց դա լուծում չէ։ Մայրաքաղաքից 2 տարի առաջ համապատասխան մասնագետներ են եկել ուսումնասիրել ու եզրակացրել, որ լուրջ ներդրումներ են պետք լուրջ աշխատանք, քանզի սպառնացող վտանգը մեծ է, հետևանքներն էլ անկանխատեսելի։ Սակայն գործն ուսումնասիրություններից այն կողմ չի անցել, իսկ մասնագետները գնացել են ու են գալն է, որ պիտի գային։ Սա անհաբաղ պետական մոտեցման խնդիր է, լուրջ նախագիծ է պետք եւ նորմալ պետական ֆինանսավորում։ Դե չէ տրակտոր մտցելով մի 100 մետր 200 մաքրով, դրանով հարցը չի լուծվի։ Իմ կարծիքով վնաս է բերում։ Ստորգետնյա չայը անցնում է քաղաքի կենտրոնական հրապարակով, վերակառուցվող եկեղեցուց 5 մետր հեռավորությամբ։ Եկեղեցու 25 մետր բարձրությունից ներքև նայելիս հնարավոր չէ կռահել, որ այս հսկա կառույցի հիմքերը կարող է խարխլել եկեղեցու մասշտաբների համեմատությամբ աննկատելի եւ մի քանի անգամ փոքրիկ սելավատարը։ Գյումրի չայը դարձել է Գյումրվա ճիտին պարտքը, տրնետուր ընկած խնդիրը բարձրաձայնվում է, բայց դե մայրաքաղաքն էլ ուխտի ականջ է հիշեցնում։ Լիլիթ Թորոսյան, Արթուր Մարգարյան, Գյումրիից Հայք հեռուստաընկերություն։
Արմավիրի մարզի շատ գյուղական համայնքներում գյուղամիջյան ճանապարհները զարդարում են կենցաղային եւ շինարարական աղբակույտերը։ Եթե շատ համայնքներում աղբատեղ է գտնում միայն գյուղի ծայրամասերում, Լուկաշինում աղբավայր է դարձել հիվանդանոցի, հանրակացարանի եւ ինչպես գյուղացիներն են կոչում, կոլխոզի շենքի բակերը։ Ըստ լուկաշինցիների աղբի համար հատուկ վայր գյուղապետարանը չի առանձնացրել։ Իրենք էլ այլ ելք չունենալով ստիպված են կուտակել աղբը սկզբում իրենց բնակարաններին հարող տարածքներում, այնուհետև խնդրել որևէ ծանոթի տեղափոխել այն գյուղի կենտրոնից մեկ այլ վայր։ Բնակիչների հավաստման պահպանման աշխատանքներ չեն իրականացվում համայնքում եւ աղբը կուտակվելով վերածվում է աղբասարերի, որոնք բազմաթիվ հիվանդությունների պատճառ կարող են հանդիսանալ հատկապես ամռանը։ Աղբը մեր սովխոզը աղբանոց է դառել։ Բոլոր ճանապարհներով ուր էլ գնաք աղբա լրիվ, կուտակված։ Բայց աղբահանություն չի կատարվում ժամանակին, որովհետեւ տեխնիկա չկա, միջոց չկա, դրա համար պետք է գումար տրամադրվի, որ մարդիկ գան այդ աղբը տեղափոխեն, հնարավոր չի էդի։ Եվ սա բավական դժվարություն է ստեղծում մարդկանց համար։ Ամեն մեկը իրան աղբը մի մասը կուտակում է իրանց սեփական այդ պարկերի մեջ, իրան ավտոյով տանում է գցում է մի հատ աղբանոց, իսկ մեծ մասը այն հասարակական վայրերում հանրակացարանի մոտ կա, այս փողոցի մի որոշ տեղամասում կա, կուտակված ուղղակի անտանելի վիճակ։ Մեր աղբը բոլորն էլ փողոցներում, որտեղ որ ասենք հարմար է լինում, ինչ որ մեկը ամեն մարդ իր համար փոսա փորել, տեղ ալցնում։ Չի եղել ինչ որ տարածք, որ ասեն եկեք տարեք այս աղբը լցրեք այս փոսի մեջ կամ ինչ որ մի աղբան այդ մեծ կներեք ինչ են աղբարկղեր են ասում մեծ թող թեկուզ ամեն փողոցի համար մի հատ աղբարկղ դնեն ժողովուրդը լցնեն այդ աղբարկղերի մեջ օրակի վիճակում է հավաքում են տանում են թափում են որը չեն թափում տարածքը գիտես ինչ դեղնի աման բդի տնեն ու ժողովուրդը տանեն դեն այդ ամանի մեջ է աման չկա կտանեն կթափեն ու կեթան Չէ, տարածքով որտեղ կարա տանի թափում էին ուտել։ Գյուղացիները նշում են, որ աղբահեռացման աշխատանքներ իրականացվել է միայն դպրոցին հարող տարածքում, այն էլ աշակերտների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ։ Լուկաշինցիները հավատացնում են, որ գյուղում առկա են տասնյակ բեռնատար մեքենաներ, որոնց միջոցով հնարավոր է իրականացնել աղբահեռացման աշխատանքները, սակայն գյուղապետարանը անուշադրության է մատնում այս խնդիրը։ Փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ գյուղապետարանից, սակայն շենքում կար 3 դուռ, 3-ն էլ փակ։ Պարզվում է, որ Լուկաշին համայնքը գյուղապետ չունի, վերջինս հրաժարական է տվել, իսկ գյուղապետի տեղակալն էլ հազվադեպ է տեղում լինում։ Գյուղացիները հիշում են, որ միայն մեկ անգամ համայնքի ավականին որոշում էր կայացրել համայնքում աղբահանություն իրականացնելու մասին։ Այս վերջերս ավականու նիստով կազմակերպեցինք, որ աղբահանություն անենք, միջոց չկար։ Տրանսպորտ պետք է զիլ պետք է լինի, տրակտոր պետք է լինի, որ բարձի, ասեց միջոց չկա Երևանցիան, ես էլ ավականու անդամ եմ։ Լուկաշինում տարբեր նախաձեռնություններով հանդես են գալիս համայնքի բնակիչները եւ կանանց լուսաշող կոմիտեն։ Նախաձեռնությունները շատ են եղել, դրանցից մեկն էլ եղել է այն, որ հարկավոր էր գյուղում կազմակերպել աղբահանության աշխատանքները, ինչու դա մեր համար դարձավ հրատապ, որ ամբողջ տարվա ընթացքում ընդհանրապես աղբ չի հավաքվել եւ գյուղի փողոցները վերածվել են աղբակույտերի մեծ հրապարակների։ Կանանց լուսաշող կոմիտեի նախագահ Զարուհի Գևորգյանը նշեց, որ համայնքի դպրոցի ծնողական ընդհանուր ժողովի ընթացքում որոշվել էր գումար հավաքել աղբահանության աշխատանքներ իրականացնելու համար, սակայն գործընթացը կանխվեց, քանի որ ծնողները չստացան գյուղապետարանի աջակցությունը։ Երևի այդ են պահներ, որ մենք պիտի նաև զգայենք մեր այդ համայնքապետարանի աջակցությունը, բայց հիմա դու գիտեք մեր գյուղում ինչպիսի իրավիճակ է, նրանք չկարողացան մեզ որևիցե հարցում օգնել։ Եթե ինձ թվում է աղբահավաք մեքենա տրամադրվի, թեկուզ այլ համարքից գա, այդ գումարների հավաքագրման գործընթացը շատ լավ կարելի է կազմակերպել եւ ժողովուրդը շատ պատրաստական այդ գումարները կարող է տալ։ Կանանց լուսաշող կոմիտեի նախագահը նշեց, որ լուկաշինցիները այս խնդիրը լուծելու համար այլևս չեն կարող հույս դնել գյուղապետարանի վրա եւ անձամբ ինքը փորձում է ինչ-որ ծրագրերի շրջանակներում ֆինանսական միջոցներ հայթայթել խնդրին լուծում տալու համար։ Քաղաքի թաղամասի կարգավիճակով, բայց գյուղական կյանքով ապրող Սանահինում բնակիչները հայտնվել են գյուղի եւ քաղաքի մեջտեղում։ Նրանք պատմում են, որ քաղաքի թաղամասի կարգավիճակ ստանալուց հետո կյանքն այստեղ առանձնապես քաղաքակիրթ չդարձավ, ջուր չունեն, ճանապարհները վատն են, աղբն էլ սովորականի նման մեծ մասամբ վառարանում են վառում։ Սանահինում 2 աղբարկղ է տեղադրված։
Մեկը հրապարակում, մյուսն էլ կենտրոնական ճանապարհին։ Դրանք ամեն օր դատարկվում են, սակայն բնակիչները դժգոհում են, որ երկու աղբար քխը շատ քիչ է ամբողջ թաղամասի համար։ Կտանի միշտյան մի տելեֆոն վերկունի թե գնում եմ հրապարակումը աղբած եմ։ Չեն անի, ոչ մեկն էլ չի անի, բայց իրենց բախճենումը մարդ կա, որ չի ցանկանում, ասենք, փողոցները կեղտոտի, իրան բախճենումը դցնում է փակում։ Բախճի միանջունումը փորում ենք մի հեռու տեղ էլի ու բանան, որտեղ չենք ցանում, որտեղ բան չենք կանում, դից։ Բայց դրանից այստեղ աղբը չի պակասում։ Սանահինի պատմական աղբյուրն է, որը հետաքրքրում է նաև զբոսաշրջիկներին։ Աղբյուրի ներքևում թափված աղբը շատ անգամ հարցերի պատճառ է դառնում, պատմում է Սոխակ Սիմոնյանը։ Նա Սանահինի վանական համալիրի սպասավորն է։ Աղբը մնալով, դե գիտեք ինչ կանի աղբը։ Դե հետո էլ աչքի համար տգեղա, այստեղ աշխարհի ամեն ծայրից գալիս են էլի շրջակայության, այս հետաքրքրության, գեղեցկության հետ տեսնում են նաև այդ աղբեր։ Որ մի արկող ունենանք դրված այդտեղ, ով էլ լուսնի կլուսնի մեջ ու թե ասենք գիտենաս որ մեքենա գա վանտյանի, բայց դե լրիվ թափվում է ձորը, գնում է ուրա հասնում։ Մեր աղբը Ընդ yapaq դիտանում ենք ենտի վեր ենք հատում, որ ящика ոչ բան էլին է գիտում ենք ենտի, այն կալերում են ասում ենտի, մչազիպիլ կա, կեղտը կա, ընդի վեր են ացում, իմի բոլորուս էլ վետրոքերը տանում ենք ենտի շուր ենք տալի բացոթում ու կալ։ Հետո սկսում է հսկել թորներին, որպիսի այստեղ չխաղան, այլ ընտրանք չունեն, աղբը լցնելու ուրիշ տեղ չկա, պատմում է տիկին Թամարան։ Ամառն երեխեք են գնում են կապրոնի շուշենով խաղ են անում բան, չէ դա լավ չի, երեխան թմար երեխաս կանում չի ինչ գիտի, այդ շուշեն մաքուր է, թե կեղտոտ է, թե ինչ է։ Ինքը փորձում է մաքուր պահել գոնե իրենց բակը եւ ճանապարհը, վերջերս եղել է Եվրոպայում, աղջկա տանը եւ ամենաշատը տպավորվել այնտեղի մաքրությամբ, կարծում է, որ դա նաեւ մարդկանց մտածելակերպի արդյունքն է։ Մաքուր փողոցները մաքուր այնց տեղ չկա ասեմ այ էսենցերենդի Ալավերդու քաղաքապետարանում խնդրի լուծման մեկ տարբերակ են առաջարկում։ Հենց իրենք պետք է այս խնդրի առաջարնեն եւ եթե այսօր առաջացել է այդ խնդիրը, ուրեմն ժամանակն է, որպեսզի բնակչությունը օրինական ձևով կնքի պայմանագիր եւ պատշաճ ձևով աղբահանությունը կատարվի։ Մենք պատրաստ ենք նաև ոչ թե 2-3 ավելացնել, այլ մինչև 5-10 աղբակներ ավելացնենք։ Սանահին գյուղում ընդհանրապես չունենք պայմանագիր եւ դրա մասին խոսել է մի տեսակ ժողովուրդը քմծիծաղով է ընդունում եւ մինչ օրս ասենք այդ մարդիկ չեն համակերպվում այն մտքի հետ, որ պետք է ամեն մի ծառայության համար վճարվի, որովհետև արդեն իսկ 21-րդ դար ենք մտել եւ բոլոր ծառայությունները իրենց քները ունեն, առանց վճարելու չի լինել։ Աղբահանության համար ամսական մեկ անձի համար բնակիչները պետք է վճարեն 100 դրամ։ Գոհար Ոսկանյան, Արմեն Հովսեփյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։